Այդ պահանջը 18 թվականին չի ձևավորվել, այսինքն վերջին մի քանի տասնամյակում այդ պահանջը կար եւ այն չի դադարել գոյություն ունենալուց եւ չի նվազել, պարզապես տարբեր հանգամանքների բերումով ինչ որ միտեղ մարդիկ ավելի այլ հարցերի վրա են կենտրոնացել, որովհետև մենք ունեցել ենք անվտանգային խնդիրներ, մենք դեռ շարունակում ենք ունենալ անվտանգային խնդիրներ եւ բնականաբար բոլոր քաղաքացիների առաջնահերթությունները այսպես ձևավորվում են անվտանգային եւ հետո նոր արտաքին քաղաքականության մի շարք մարտահրավերների հաղթահարում հետո նոր մենք գալիս ենք մեր ներքին այսպես շատ տարբեր իրավիճակներ, այնպես որ հանրային կոնսենսուս ես վստահ եմ որ կա։ Պարզապես ինչպես միշտ ընդդիմության աղմուկն է շատ բարձր եւ նաեւ մենք տեսնում ենք որ խորհրդարանական ընդդիմությունն էլ, արտախորհրդարանական ընդդիմության հետ եւ միշտ նույն դեմքերը, նույն մարդիկ, որոնք որ պարզապես սթափ եւ սառը քննադատության փոխարեն ինչով ավելի մեծ օգուտ կտային Հայաստանի Հանրապետությանը եւ նրա քաղաքացիներին վիրավորանքների, զրպարտությունների, այսպես սուտ լուրերի եւ ամեն ինչով փորձում են անդադ քաոս ստեղծել, այս ամենը շատ օրինաչափ է այսօրվա եւ շատ համահունչ նաեւ արտաքին մարտահրավերների հետ։